Պատկերացրեք մի մեծ քար։ Հիմա, պատկերացրեք մի փոքր քար։ Մեծ քարն ավելի մեծ զանգված ունի, քան փոքր քարը։ Զանգվածը նյութի քանակն է որևէ բանում։ Նյութը ամեն ինչ է, որ տեղ է զբաղեցնում։ Զանգվածը նույնը չէ, ինչ կշիռը։ Կշիռը փոխվում է զգողականությունից կախված։ Ուսնի վրա գտնվող առարկան ավելի քիչ է կշռում, քան երկրի վրա, բայց նրա զանգվածը նույնը մնում է։ Գիտնականները զանգվածը չափում են գրամներով և կիլոգրամներով։ Փոքր թղթակարը մոտ 1 գրամ զանգված ունի։ 1 լիտր ջուրը մոտ 1 կիլոգրամ զանգված ունի։ Երկար ժամանակ մարդիկ լավ չէին հասկանում նյութը։ Ոմանք կարծում էին, որ կարելի է նյութ ստեղծել ոչնչից։ Մյուսները կարծում էին, որ նյութը կարող է անհետանալ։ Մտածեք այրվող փայտի մասին։ Փայտը կարծես անհետանում է, բայց այն պարզապես փոխում է իր ձևը։ Այն վերածվում է մոխրի, ծխի և գազերի։ Ալքիմիկոսները վաղ շրջանի գիտնականներ էին։ Նրանք փորձեր էին անում նյութի հետ։ Նրանք փորձում էին կապարը վերածել ոսկու։ Նրանք չհաջողեցին, բայց նրանք շատ բան սովորեցին քիմիական ռեակցիաների մասին։ Անտուան Հավուազիեն ֆրանսիացի գիտնական էր։ Նրան անվանում են ժամանակակից քիմիայի հայր։ Դավուազիեն ուշադիր փորձեր էր անում։ Նա չափում էր իրերի զանգվածը քիմիական ռեակցիաներից առաջ և հետո։ Մի փորձի ժամանակ Ավուազեն տաքացրեց սնտիկը փակ տարայի մեջ։ Նա պարզեց, որ ընդհանուր զանգվածը նույնը մնաց։ Սնտիկը միացավ օդի մեջ թթվածնի հետ, առաջացնելով նոր նյութ, սնտիկի օքսիդ։ Դավուազեն ցույց տվեց, որ նյութը ոչ ստեղծվում է, ոչ էլ ոչնչանում քիմիական ռեակցիաների ժամանակ։ Այն պարզապես փոխում է իր ձևը։ Սա զանգվածի պահպանման օրենքն է։ Զանգվածի պահպանման օրենքը գիտության հիմնարար օրենք է։ Այն օգնում է մեզ հասկանալ, թե ինչպես է աշխատում տիեզերքը։ Այս օրենքը կարևոր է քիմիայում։ Այն օգնում է մեզ հավասարակշռել քիմիական հավասարումները։ Այն նաև օգնում է մեզ հասկանալ շրջակա միջավայրը։ Աղտոտումը պարզապես չի անհետանում։ Այն գնում է ուրիշ տեղ։ Զանգվածի պահպանման օրենքը հիշեցնում է մեզ, որ նյութը թանկ է։ Մենք պետք է այն իմաստուն կերպով օգտագործենք։